բազմիցս հայտարարել եք, որ այլ թեկնածուների քաղաքական մյուս ուժերը, որոնք հրաժարվեցին ընտրապայքարից, մասնավորապես ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն, այդ որոշումը կայացնելիս հաշվի են առել այն, որ ձեր մասնակցության գործոնն են հաշվի առել, եւ թեկնածուներից Արամ Հարությունյանը հայտարարեց, որ ընտրություններից 10 օր առաջ կհանի թեկնածությունը, իսկ Արման Մելիքյանը չբացառեց նման հավանականությունը։ Ինչպես եք գնահատում կամ ինչպես կբացատրեք այս փուլում նման որոշումների կայացումը։ Անցյալի մասին ես, եթե ինչ-որ պահի շատ հստակ եմ արտահայտվել, դա այնքան իմ հիշողության մեջ տպավորված չի, բայց եթե դուք ասում եք, ես պիտի դա անցալեմ որպես կատարված իրողություն։ Ինձ թվում է միշտ ասել եմ, որ ենթադրում եմ կամ կարծիք կա ինձ են ասել, որ որոշ թեկնածուներ չկամեցան ինձ հետ մրցապայքարի մեջ մտնել, որովհետև հեռուն տեսնող, իմացած ճանապարհը ճիշտ գիտակցող ամեն մարդ պիտի հասկանա, որ իմ դեմ պայքարել նշանակում է պայքարել սեփական իրավունքների դեմ, որովհետև ես որևէ բան ցանկանալուց առաջ նախ եւ ցանկանում եմ բոլորի ինքնորոշման իրավունքի կայացումը, որպես անհատ եւ այնուհետեւ որպես անհատների հավաքականություն։ Դրանից ելնելով ես ասել եմ, որ հավանաբար որոշ թեկնածուներ հեռուն տեսնելով, նաեւ մտածելով այն բանի մասին, որ ի վերջո գալու է ժամանակ, երբ իրենց զավակների, թոռների հետ խոսելիս պիտի նշեն, չէ, ես մասնակցել եմ ընտրության եւ մեր ազգային ազատագրական պայքարի առաջնորդ Հայրիկյանից խլել եմ մարդկանց կաշառք տալով կամ խաբելով, խլել եմ ձայներ, որոնցով ինքը պիտի մեզ բոլորիս օգտակար լիներ։ Ես ենթադրել եմ եւ ենթադրում եմ, որ կլինեն այդպիսի մտածողության տեր մարդիկ, որ կմտածեն այն բանի մասին, թե ես ինչ պիտի ասեմ իմ երեխաներին։ Այսօր իրականում կան քաղաքական թեկնածուներ եւ իրենց քաղաքականության մեջ առաջին անգամ դրսեւորել կամեցող մարդիկ։ Առաջին անգամ իրենց քաղաքականության մեջ դրսեւորելու տրամադրված մարդկանց պահվածքը վերլուծել ես չեմ կարող, որովհետեւ եթե դու պետութենական քաղաքական կյանքով մտահոգ անձնավորություն ես, վայրի վերումներ պիտի չունենաս, պիտի իմանաս այս ինչ բանն անում ես կամ չես անում։ Այսինքն ժողովրդի ճակատագիրը տնօրինելու իրավունքը չպետք է խաղալիք լինի որևէ անհատի ձեռքին։ Նույն տրամաբանության մեջ դուք դիտարկում եք, որ հնարավոր է ընտրապայքարից դուրս գաք, թե գնալու եք մինչև վերջ։ Ընտրապայքարից ես երբեք դուրս չեմ եկել, ամբողջ իմ կյանքի ընթացքում որտեղ եղել է իրական ընտրություն, ես այդտեղ եղել եմ։ Նույնիսկ երբ իրական ընտրություն չի եղել, նույնպես շատ հաճախ մասնակցել եմ։ Բայց եթե տեսել եմ, որ ոչ թե ընտրություն, այլ խեղկատակություն, ես ասել եմ, ոչ ես այդպիսի միջոցառմանը կմասնակցեմ, ոչ էլ ինձ հավատացող որևէ մեկի կհորդորեմ մասնակցել այդպիսի գործողությունների հետևություն։ Եթե իսկապես ընտրություններ լինեն, բացառվում է, որ ես հենց այդ ընտրության կոչվածից դուրս գամ։ Այլ բան է, որ կարելի է համաձայնության գալ, քանի որ ես ազատասեր մարդ եմ, եթե դուք լինեիք թեկնածու եւ ընդունեիք իմ կարևորագույն ծրագրերը, ես կարող եմ ձեզ հետ համաձայնության գայի, որ դուք իմ ծրագրերը իրականացնեք, իսկ ես կողքից օգնեմ ձեզ ինչով կարող եմ եւ վայելեմ իմ ազատ մարդ լինելու երջանկությունը։ Դուք ձեզ համարում եք ընդդիմության թեկնածու եւ ըստ ձեզ ո՞րն է ձեր հիմնական ընտրազանգվածը։ Տարրական գրագիտության հարց է, որքան էլ պորոտախոս ես, քաղաքական գործիչը լինում է կամ իշխանության ներսում ու իշխանության կողմնակից, որը արտահայտվում է իշխանության հետ համատեղ աշխատելով, նկատի ունեմ նաև պետական համակարգում, կամ ընդդիմադիր ես։ Եթե իշխանությունների հետ չես, ապա դու ընդդիմադիր դաշտում ես։ Քաղաքական որ ուժի հետ կհամաձայնեք համագործակցել եւ որ ուժի հետ եք բացառում համագործակցությունը։ Ոչ մի ուժի հետ համագործակցությունը չեմ բացառում, կաշխատեմ բոլոր այն ուժերի հետ, որոնք որ ծրագրային ընդհանրություններ կունենան ինձ հետ, մանավանդ կընդունեն այն ծրագիրը արմատական, ելակետային ծրագիրը, որը վերաբերում է ժողովրդավարությանը, իմ ներկայացրած։ Միջազգային դիտորդական ընկերությունները արդեն գրանցվել են կենտրոնական ընտրական հանձնաժողովում, մասնավորապես նրանցից ԵԱՀԿ-ՄԻԳ-ը իր ասուլիսում հայտարարել է, որ հանդիպել է բոլոր թեկնածուների հետ։ Դուք արդեն հանդիպել եք եւ ինչ եք պատրաստվում տալ նրանց։ Մենք արդեն հանդիպել ենք եւ ողջունել իրենց ներկայությունը,
հետագայում նրանց հետ մեր քննարկելի հարցերը կվերաբերեն ընտրություններին։ Իսկ նախնական փուլում իրենք ծանոթացել են իմ ծրագրերին, մասնավորապես նկատելի հետաքրքրություն են դրսևորել նաև իրենց համար նորություն, բայց իրենց համար նույնպես շատ կարևոր կատարյալ ժողովրդավարության համակարգին անցնելու ծրագրային իմ հիմնադրույթին։ Հետագայում նրանք այստեղ են որպեսզի օգնեն մեզ եւ հետագայում խախտումների արկայության դեպքում բնական է մեր հիմնական խոսակցության նյութը կլինեն այդ խախտումները եւ դրանք վերացնելու մեր միասնական ցանկությունը։ Անդրադառնանք ձեր նախընտրական ծրագրին, տնտեսական ոլորտում առաջին 3 հրամանագիրը, որ կստորագրեք։ Տնտեսական ոլորտում Հայաստանի Հանրապետության նախագահի անելիքն ընդամենն այն է, որ Հայաստանը հավատարիմ մնա այդ ոլորտի համար Հայաստանի ընդունած սկզբունքներին սահմանադրությամբ եւ միջազգային պարտավորություններով։ Օրինակ իրական մրցակցության հնարավորության ընձեռումը, մենաշնորհի արգելումը։ Ես ունեմ նախասիրություններ թույլ չտալ, որ Ռուբին Հուդյան տնտեսական քաղաքականությունը գործի, որը ժամանակին Ռոնալդ Ռեյգանն էր օգտագործում, այսինքն չպետք է հարուստներին այն աստիճանի հարստահարել, որ նրանք իրենց վիճակը բարելավելու համար ստիպված են աղքատներից շատ շահույթներ կորզել։ Այսինքն արդյունքում ստացվում է, որ դու աղքատներին օգնելու համար հարուստներին ճնշման ես ենթարկում, բայց այդ հարուստներն էլ կամ գործարարներն էլ իրենց հերթին իրենց վնասները փոխհատուցելու համար ուղիներ են փնտրում դարձյալ չքավորներին չարաշահելու։ Այսինքն հարկային քաղաքականությամբ ես մեղմության կողմնակից եմ եւ ամենակարևորը պետք է հարկային դաշտ դուրս գան բոլոր նրանք, ովքեր առ այսօր խուսափել են։ Իհարկե անդրադարձ անցյալին նույնպես կլինի ինչ որ չափով, բայց դրա մասին ես շատ խորանալ չեմ ուզում։ Մի բան է ակնհայտ, որ ես սովխոզի դիրեկտոր չեմ պատրաստվում դառնալ, օգտագործեցի սովետական տերմինը, այլ Հայաստանի Հանրապետության նախագահ։ Դա նշանակում է իմ գործողություններում կառավարման համակարգը բարելավելու հիմնախնդիրն է եւ ամենակարևորը այնպես անել, որ նաեւ տնտեսական հարցերում ժողովրդի դերակատարությունը ավելանա իր ներկայացուցչական մարմնի միջոցով, ինչպես դա անել գործնականում մշակված է։ Դա կատարյալ ժողովրդավարության մեխանիզմն է, որը կյանքի կոչելում դեպքում քաղաքական գործիչ ընդամենը միջնորդ է դառնում քաղաքացիների ձեռքին։ Արցախի ու հայ-թուրքական հարաբերությունների մասով ինչ ծրագրեր ունեք։ Ես վաղ այդ ամենի մասին պիտի խոսեմ, այսօր կարճ ասեմ, որ եթե մենք Արցախի ինքնորոշման կողմնակից ենք, պիտի այդ հարցում հետևողական լինենք։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, հայ-թուրքական հարաբերությունները պետք է դուրս բերենք ռուս-թուրքական հարաբերությունների մեծ պարտադրված շրջանակներից։ Առայժմ ամփոփ այդ կանը։ Ձեզ համար Հայաստանի ինտեգրման որ մոդելն ավելի ընդունելի, եվրոպական թե եվրասիական միությունը։ Եվրասիական միություն գոյություն չունի, եւ եթե գոյություն ունենար, պիտի նշվեր թե արժեքային ինչ համակարգի վրա է դա կառուցված, եթե որևէ բան արժեքային համակարգի վրա կառուցված չի, ապա դա ժամանակավերեպ է, մտքումս ուրիշ բառեր են գալիս, ուզում եմ ասել ապուշություն է, բայց բարեկիրթ խոսենք ժամանակավերեպ է, իսկ եվրոպական միությունը ցավոք սրտի վերջին շրջանում շատ է ճգնաժամային իրավիճակում հայտնվում, բայց կայացած քաղաքակիրթ միավորում է եւ Հայաստանը այլընտրանք չունի։ Միայն եվրոպական կողմնորոշում, այսինքն արևմտյան կողմնորոշում, որի ըստ էության դեպի որը ըստ կողմնորոշված են նաեւ եվրասիական միության մեջ մտնող պետությունները, որովհետեւ բոլորն էլ կամ ԵԱՀԿ անդամ են կամ Եվրախորհրդի անդամ, այսինքն որոշակի արժեքային համակարգի շուրջ համախմբված պետություններ են։ Դրան զուգահեռ մեկ այլ բան են ուզում ստեղծել, այդ դեպքում մենք կնայենք, որքանով է այն արժեքային համակարգի հետ համահունչ եւ որքանով է նրա հետ զուգահեռաբար ընդունելի, բայց իրենք եվրոպական կառույցներն արդեն հստակ ընդգծել են եւ ես դրա համար շնորհակալ եմ։ Մենք այլընտրանք չունենք կամ արևմուտք կամ հերթական Սումգայիթներ, Բաքվի ջարդեր, Նոր Արցախ, գուցե Զանգեզուր անվամբ եւ այլ այլանդակություններ, որ մեզ պարտադրվել է այդ այսպես կոչված
այլ անունով հանդես եկող բռնապետություններից։ Ինչպես է գնահատում ձեր շանսերը եւ որն է այս փուլում եւ որն է ում եք համարում ձեր մրցակից այս անգամ։ Շատ ճիշտ ասացիք, որ նշեցիք այս փուլը ընդամենը 3 օր առաջվա փուլից էականորեն տարբերվում է, ինչպես 3 օր առաջվանը շատ էր տարբերվում 10 օր առաջվա իրավիճակից։ Բոլորը ընդգծում են, նույնիսկ վարձու շակերտավոր մասնագետ հակառակորդներս ընդգծում են, որ վարկանիշս օրից օրը աճում է, դա զգում են նաև իմ աշխատողները, ասին նրանք ովքեր ինձ օգնում են, իմ գործընկերները, եւ եթե այսօր ես կարող եմ խոսել առաջին երյակում կայուն տեղ ունենալու մասին, ոչ միայն ես, այլ շատերը, ապա ես չեմ բացառում, որ առաջիկա աշխատանքների ընթացքում ամեն բան արմատապես կփոխվի։ Ամեն ինչ այդ ուղղությամբ է ընթանում։ Եթե իհարկե չլինի մի բան, որ այդ ընթացքը կասեցնի, բայց ես կարծում եմ, որ որևէ հիմք չունեն, նույնիսկ եթե ասենք բամբասանքների փորձ են անում, օրինակ այսօր առաջին հարցազրույցը եղել է այն բանի մասին, թե որտեղից ինձ այդքան փող հայտարարագրում նշված, ասենք 50,000։ Ես ասում եմ, մի քիչ գրագետ լինելու դեպքում այդ հարցը չեր ծագի, որովհետև այնտեղ նշված է փոխառություններ։ Պարտքով վերցրած գումարը դա այն գումարը չի, որի մասին դու անհանգ ստանաս որտեղից։ Ասենք նույնիսկ այդպիսի բամբասանքների չարակամության պայմաններում առաջընթացը այս բանը շատ ակնհայտ է, բայց պիտի աշխատել, իսկ մենք աշխատում ենք։ Ընտրությունների արդյունքների հետ համամիջ չլինելու դեպքում ինչ քայլերի եք։ Ինչ որ սովորաբար նման դեպքերում անում են, դիմում են դատարան կամ ինչպես ինչ որ ընդունված է, ինչ որ օրենքով թույլատրվում է եւ ոչ միայն օրենքով, ինչպես որ աշխարհում արվում է ընդհանրապես։ Հնարավոր է, որ ձեր համակիրների հետ պայքարը շարունակեք հրապարակում կամ ընդհանրապես հանրահավաքների միջոցով։ Ես եւ հրապարակներում եմ եղել, եւ բանտերում եմ շարունակել պայքարս, եւ պարլամենտական ամբիոնում, եւ որպես ազատ մտավորական ամեն ինչն էլ մարդու համար է։ Դուք հայտնվեք, որ պատրաստում եք միանալ Անդրեաս Ղուկասյանին մեկ օրով, որպեսզի համոզեք, որ նա դուրս գա հացադուլից։ Երբ է գալու այդ ժամանակը եւ կոնկրետ ժամկետներ կան, երբ եք պատրաստվում միանալ նրան։ Օրինակ այս պահին հացադուլով ես իրեն արդեն միացած եմ, հենց այս պահին, բայց ֆիզիկապես միանալու հարցը մի փոքր այլ է։ Մեկ օրով չեմ ասել երբեք, ես ասել եմ նրա բարձրացրած հարցերից մի քանիսը շատ կարևոր են մեր բոլորի համար, բայց հիմնական կարգախոսը իմը չէ, որովհետև ես մասնակցում եմ ընտրություններին։ Իսկ հարգելի Անդրեասը կոչանում ընդհանրապես բոյկոտել ընտրությունները, որովհետև ինքը կանխազգացում ունի, որ այս ընտրություններում պիտի կրկնվեն այն արատավոր բաները, որ տեղի են ունեցել նախորդ ընտրությունների ժամանակ։ Ուրեմն ես հայտարարությունն անելիս ասել եմ, որ իր կողքին կլինեմ 3 օրով, որպեսզի օգնեմ իրեն դուրս գալ հետո հացադուլից ու միասին շարունակել պայքարը։ Չեմ ասել համոզել, որ ինքը վերջացնի եւ սիրի իշխանություններին կամ ինձ։ Այսինքն այն ինչի համար ինքը պայքարում է ողջունելի է, որովհետեւ ինչ է նշանակում մոտավորապես այսպես ծննդատան աշխատող բժիշկներին փոխարինել ատամնաբուժերով կամ կոշկակարներով։ Քաղաքականության մեջ բիզնեսային դրսևորումներ թույլ տվողները հանցագործներ են։ Քաղաքականությունը դա ժողովրդի պետության ապագան կերտելու արվեստն է, ներկան ու ապագան կերտելու արվեստն ու գիտությունն է։ Եթե այդ գիտությամբ ու արվեստուն զբաղվելու իրավունք են նվաճում կասկածելի ճանապարհներով գումար ձեռք բերած շակերտավոր բարեգործները, ապա դա իսկապես վտանգավոր է։ Անկախ նրանից այդ բարեգործը իշխանակիր է, երկրի նախագահ է, թե պարզ օլիգարխիկ։ Այնպես որ ինքը շատ կարևոր հարց է բարձրացնում, եթե զգամ, որ Քարոզ Արշավի ծանրաբեռնվածությունը ինձ թույլ կտա, ես 3 օր հաճույքով իր կողքին կնստեմ, գոնե այդ մասով իրեն աջակցելու համար եւ իսկապես օգնելու, որ իրպես սկզբունքայինորեն տրամադրված մարդը իրեն շատ չվնասի։ Ասել եմ, որ ծոմապահությունը ինչ-որ չափով օգտակար է, բայց ծոմապահությունը առողջապահական նկատառումներով այլ բան է, եւ որպես բողոքի ցույց բոլորովին այլ հոգեբանական վիճակում այնպես ազդում է։ Ես ողջունում եմ իր վճռականությունը, բայց միշտ կողմ եմ եղել ուժերը ապագա պայքարի համար պահելու կեցվածքին։